Խնդիրը նայեք որտեղ է։ Ուրեմն այս առումով, երբ որ ասում ենք արդարության ուղղ եւ արդարության հիմքի վրա նոր քաղաքակրթական ազգային պետության կառուցումը, մենք դնում ենք ինքնութենական այդ որակը։ Հիմա նայեք, այս ինքնութենական որակի էվոլյուցիան եթե նայենք, ինչպես ես ասացի, հավատարմության ուղղ, ազատության ուղղ, քրիստոնեության ժամանակ ճշմարտության ուղղ եւ հիմա էլ արդարության ուղղ։ Այս բոլոր ժամանակներում հայությունը իր ինքնության մեջ դրսևորվում է նայեք ընտանիքի գիտակցությամբ մեկ տան եւ այդ տան ներքում մեկ ընտանիքի մենք ասում ենք թորգամատուն, նոյանտուն, հայկի տուն, չգիտեմ աստղերն ենք անգամ տներով բնութագրում տուն հասկացությունը եւ տնանտանքի մեջ հարաբերությունները ինչպես անցած հաղորդմանն եմ ասել դա համար առաջին արդարության վեմն է Ինչու է արդարության վեմ եւ ինչու ենք ասում նաեւ կապում սուրբ երրորդության հետ եւ ասում այնտեղից է բխում արդարությունը որովհետեւ համար առաջնային արդարությունը հենց սուրբ երրորդության գոյության պայմանավորվում հոգեվոր ընտանիքի որը արարչության գնալուց առաջ համատեզերական արարչության գնալուց առաջ համահավասար բաշխում է եւ պարտականությունները եւ իրավունքները եւ արարչության փառքն ու սերը սրանից ավելի մեծ հավասարության եւ արդարության բանաձև սիրո վրա հիմնված գոյություն ունի եւ այս մոդելով ամբողջ եզերքն է արարված եւ այդտեղ երկիր մոլորակը եւ երկիր մոլորակում նաեւ մեր ազգային ընտանեկան հարաբերությունները եւ այս համատեքստում երբ որ սկսում է այդ ազգային ինքնության ձևավորում ընտանիքի մոդելի ներքո եւ մենք ասում ենք որ արարչին անընդհատ ուխտ այդ ազգային ինքնության կոդը պահպանելով, բայց անընդհատ արդիականացնելով ու զարգացնելով Երբ որ ասում ենք հավատարմության ուխտի ժամանակ նույն արարչության հետ հայությունը բերում է իր ծագումնաբանական ինքնությունը, ծագումնաբանական ընտանիքի եղբայրության հասկացողությունը։ Հայք նահապետով երբ որ սկսում է ազգը էթնիկական հիմքի վրա, էթնիկական ինքնությամբ որպես եղբայրական հարաբերություններ ձևավորվել։ Քրիստոնեության ժամանակ գալիս է քրիստոնեական հավատքի ներքով արդեն որպես քրիստոնեական եղբայրության հիմք։ Քաղաքական ինքնության ժամանակ եթե ինչպես ասացի անկախության ինքնորոշում եթե մենք կարողանանք վերաճենք քաղաքական ազգի այսինքն քաղաքական գիտակցության մեր ազգային ընտանեկան հարաբերությունները կստանան քաղաքացիական եղբայրության բովանդակություն երբ ասում քաղաքացիական հասարակություն այսօրվա քաղաքահասարակությունները նկատի ունեն Սորոսից ֆինանսավոր ես խոսում եմ քաղաքական այն գիտակցության մասին որը պետք է բերեր մեր ինքնորոշումը պետք է բերեր քաղաքական հիմքերի վրա ազատ անկախ պետականություն այսինքն նպատակադրումը այդպեսին պետք եւ մենք կարող ենք իրար հետ եղբայրակից լինենք նաեւ քաղաքացիական հիմքի վրա որտեղ արդեն ազգության խնդիր էլ չկա էթնիկական պատկանելիության խնդիր էլ չկա որտեղ այստեղ գալիս է Հայաստանի Հանրապետությունը որպես տուն որպես քաղաքական միավորի բայց հիմա արդարության ուխտի դեպքում երբ որ մենք գալիս ենք ազգային ինքնությունը օծվում է մեկ այլ բարձրագույն որակով որը մենք ասում ենք հոգևոր եղբայրություն։ Ինչու՞, որտեղ այս արդարության հիմքի վրա մենք հասկանում ենք, որ հայոց տունը Հայաստանի Հանրապետություն դա կալի 30,000, վաղը միսօր 40, թե 340 կապ չունի։ Խնդիրն այն է, որ այս մեծ տունը մեկ ընտանիքի, այսինքն համայն հայության եւ հայության հետ համաքաղաքացիական իրավունքով այդտեղ ապրող բոլոր ժողովուրդների, որտեղ արդեն բացառում եմ ձեր ասած ռադիկալիզմը, որտեղ հայը երբեք ռադիկալ նման ճանապարհով եւ չի էլ գնալու, որտեղ իր հացը նա յուրաքանչյուր մեկի հետ կիսողը իր հարստությունը իր հետ համահավասար իրավունքներ, պարտականություն եւ պատասխանատվություններ ունեցողների հետ կիսում է։ Հետեւաբար այս հարստությունը բոլորինս սեփականությունն է համահավասար յուրաքանչյուրից անօտարելի իրավունքով եւ այստեղ ձևավորում է հոգեվոր եղբայրության արդեն հարաբերությունները որտեղ քաղաքակրթական որպես նոր բովանդակություն մենք ի տարբերություն քաղաքացիական պայմանագիր կամ հասարակական դաշինք հասկացությունների որոնք ունեն 200-300 տարվա այսպես ֆրանսիական լուսավորչականությունից հետո այն դոմինանտ ուղին որ սա էր հանրապետականակարգությունների հիմնաքարը Հիմա նեղում է 200-300 տարի անց, որի մարմնացումը Հայաստանի Հանրապետությունը դրսևորվում է կոնկրետ քաղաքական միավորի ՔՊ անունով կուսակցության եւ իր լիդերը որը մարմնացում է նեղվածությամբ եւ այդ նեղվածությունը նախախնամությունը ցույց է տալիս բա որն է ելքը ինչպես դուք եք ասում որն է լիբերալիզմի այլընտրանքը եւ մենք հիմա ասում ենք ոչ թե խնդիրը զուտ լիբերալիզմ եւ պահպանողականություն ինչպես անցած հաղորդմանն ասեցին պայքարի մեջ այլ քաղաքական մեկ այլ աստիճան բարձր
որտեղ մենք ասում ենք արդարության սրբազան դաշինքներ։ Իմ արդարության սրբազան դաշինքները գալու են փակելու քաղաքացիական պայմանագրի դարաշրջանը, 4-րդ հանրապետությունը դեռ իրանք չեն էլ հասցնելու, մենք պարտավոր ենք բերելու արդարության սրբազան դաշինքների վրա մեր ինքնորոշման նոր բանաձևը, որ մենք բոլորով անկախ ազգությունից, անկախ պատկանելությունից եւ այլն, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, գալիս ենք այնպիսի արդարահաստատ եւ արդարանվեր ինքնորոշման, որ մենք գնում ենք կառուցելու արդարապետություն, արդար Հայաստան, արդար հայ։ Սա հիմնարար բանաձև եւ հիմնարար ինքնորոշման խնդիր է, որից հետո ինչպես ասեցի, եթե կա գիտակցություն, որ մենք արդար պետություն պետք է կառուցենք, իսկ արդար պետություն պետք է կառուցենք, որտեղ անարդարությունն էր մեր այսօրվա դժբախտությունների պատճառը, հետեւաբար այդպիսի գիտակցությունը մեզ բոլորիս պետք է բերի արդարանվեր ինքնորոշման, որ մենք գնում ենք արդար պետության կառուցման, որը արդեն դառնում է մոտակա ընտրությունների համար մեր այդ վավերացումը, մենք այդքան իմաստություն կունենանք, գալ այդպիսի համաձայնության եւ մոտակա ընտրություններին գնալու համազգային առումով հաստատելու այդ մանդատ ինքներս մեզ տալու, այդ ոնց որ ասած նոտարական կնիքը դնելու, որ մենք ազգովի գնում ենք զղջալով մեր մեղքերը, քավելով մեր այս բոլոր սխալները, դարձի ապաշխարելով եւ դարձի գալով առասված գնում ենք արդար պետություն Աստծո վեմի վրա իր սրբության կառուցելու եւ հիմա այստեղ տեսեք փոխվում է գիտակցություն, ինչպես ասեցի ինքնորոշում, արդեն հստակ ընտրություն, նպատակադրում կամային գործողությունով գնալու ճարտարապետելու դա եւ մենք հիմա այսօր մեր աշխարհաժողով հայոց աշխարհաժողով նախաձեռնության ինչպես նաեւ արդար հայ շրջանակում հենց ճարտարապետում ենք այդ արդար Հայաստանի արդար հայքի մոդելը իր բոլոր կառավարման առումով, ինչպես ասեցի, աշխարհաժողովային կառավարման հիմքով, իր տնտեսական բաղադրիչով, իր կրթական ամեն բادرաղիչներով դնում ենք։ Եվ սա է լինելու միակ այլընտրանքը 4-րդ հանրապետության կամ Արևմտյան Ադրբեջան այդ պրոյեկտի, որ իրականացնում է։